Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր այսօր եւս հանրային ռադիոյի եթերում հանրամեդիայի հերթական թողարկումն է, ովքեր հասցրել են մոռանալ ես Լևոն Սարդարյան, իմիջիայլոց ովքեր որ հիշում են, հիմա ձեզ համար եմ ասում, այսօր ես անընդհատ փորձելու եմ խոսել օժանդակ բայով, հա, որովհետեւ ամեն մի քիչ ինտերակտիվ կդառնա, որովհետեւ մեր հետևորդներից մի քանիսը շատ բողոքում էին, որ այս ոդքասթային տրամաբանության հաղորդման ժամանակ ես Արարատյան դաշտավայրին բնորոշ բարբառային օժանդակ բայն եմ օգտագործում եւ այսօր ես այդ օժանդակ բայը օգտագործելու եմ իմ լավ գործընկերներ Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալեվերդյանի եւ Օրագիր Նյուզի գլխավոր խմբագիր, ինչի որ գլխավոր խմբագիր Տերուտ իրական Գևորգ Տերյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ Լևոն։ Ուրեմն սկսենք Անաբալևշմ, հա, ակտուալ թեմաներից մեկին, սրանց 1.5 շաբաթ առաջ, եթե չեմ սխալվում, քննչական կոմիտեի որոշմամբ կապարակնքվեց Արմատ մեդիայի գրասենյակը, արգրավեցին համակարգիչները, դատելով արձագանքներից այդ համակարգիչները մինչև այսօր չեն վերադարձվել եւ ես իրավաբան չեմ, իրավական տերմինների մեջ կարող է շփոթվեմ, ներողություն։ Այնտեղ մեղադրանքը ոչ թե լրատվամիջոցներ, այլ քաղաքական կոնկրետ ուժի կամ անձերի փողերի լվացում մեդիայի միջոցով եւ այլն։ Ես ինչի այս թեման այսօր դարձրեցի գլխադասային, ամենալեւս դրանով որ սկսենք, որտեվ Գևորգը սրանից 2-3 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, այստեղ մեր հյուրներ եւ արեց մի արտահայտություն, որից ես անկեղծ անակնկալի եկա, Լևոն Բարսեղյանն էր, եթե չեմ սխալվում։ Այո։ Զրուցակիցներից մեր մեկը այնտեղ ասացիր, հա ինչ է եղել, որ լրագրողները թող մի քիչ էլ փող վերցնեն, դա հնարավորություն կտա ձեռք բերել տեխնիկա, մարդկանց վճարել եւ այլն։ Հիմա ես պատասխանեմ Նիկոլ Փաշինյանցով։ Հարց ձեզ պարոն։ Ես այդպեսի բան եմ ասել։ Հա։ YouTube-ում կա։ Չես կատակ։ YouTube-ում կա։ Հիմա ենթադրենք քննչական կոմիտեի ասածը աքսիոմիկ ճշմարտություն է։ Նորմալ է, երբ լրատվամիջոցները գումար են վերցնում քաղաքական ուժերից։ Չհայտարարագրելով, այսպես ասեմ։ Հիմա ում եք առաջին հարցը տալիս։ Երկուսիդ էլ ենթադրում եմ քանի որ Լևոն Աշակ Սաբյանի դրամաբանության Քեզ Գևորգյան դու խոսիր գուցե իսկապես ուրիշ բան նկատի ունեիր, ես իմ տեսակետից ուրեմն նախ ճիշտ ասած ակնհայտ իմ կարծիքով այդտեղ քաղաքական վճռ կա, որովհետև այդ բոլոր այդքան հազարավոր կայքերի մեջ գտան հենց փողերի լվացում հենց Արմատ մեդիայով այն հազարավոր, եթե այդ անհատներն էլ հաշվենք, բլոգերն էլ հաշվենք, չգիտեմ, տեղեկատվական բաներ անենք, այդ հազարավոր բաներ կան, Telegram-յան ալիքներ բաներ, եթե հաշվենք հաստատ 1000 անցնում է։ Ուրեմն հենց Արմատ մեդիան էր միակ փողերի լվացողը, 1, երկրորդ ուրեմն ես չեմ հավատում քննչական կոմիտեի հայտարարությանը, հաղորդագրությանը, որովհետև ես ինքս ենթարկվել եմ ռեպրեսիաների, տոնածառը վառելու բանով, թեմայով եւ գիտեմ դա ոնց է աշխատում, երբ ինչ որ մեկը կարդում է քո ստատուսը կամ ինչ որ բան ջղայնանում է եւ այդպես ինչ որ քրեական process է տեղի ունենում, որը հետո ոչ մի հիմք չունի, կարճվում է, ուղղակի դուք կյանքից ասենք մի կես տարի կորցնում ես, իմ դեպքում փառք Աստծո, որ կալանք չեղավ, ուղղակի եղավ Հայաստանից դուրս չգալու ստորագրություն։ Երրորդը ուրեմն այստեղ այս երկրորդի մասով դատավճիռ չկա եւ հնարավոր չի դասել եւ երրորդ չկա դատավճիռ, ուղղակի ինչ որ քննիչներ եկել փակել են խմբագրության դուռը։ Երրորդ միայն Արմատ մեդիան չի, որը ենթարկվում է ռեպրեսիաների, ենթարկվում է ռեպրեսիաների նաեւ 7 օր կայքը, ենթարկվում է ռեպրեսիաների իմնեմնի ոդքասթը, ինչ են անում, ինչ որ քրեական գործի շրջանակում, սա շատ տարածված եւ ցավոք
ուրեմն շատ դատապարտելի բան է, բայց չգիտես ինչու լրագրողական համայնքը չի միավորվում սրա դեմ։ Իբր քրեական գործի շրջանակներում արգրավում են տեխնիկական միջոցներ, որոնք կապ չունեն այդ քրեական գործի հետ, այսինքն միկրոֆոններ, կամերաներ, միկրոֆոնի պատստավկաներ, չգիտեմ, այնպիսի բաներ, որոնք այդ լրատվամիջոցի աշխատանքը սարքում են անհնարին, եւ երկրորդ, ուրեմն որևէ ձևով չեն հիմնավորվում, թե ինչի է դա այդ ասենք միկրոֆոնի շտատիվը վերցվել, օրինակ կարող են ինչ կրիչ վերցրել են, որ նայեն մեջի ինչ կա եւ այլն, եւ ի վերջո ոչ ոք այդ քնչական գործողության համար, որ ստորագրվում է, չգիտեմ, արվում է եւ այլն, ոչ ոք պատասխան չի տալիս։ Օրինակ ես գիտեմ միկրոֆոնի կրիչ ինչի համար է վերցնում, որ միկրոֆոն չունի ջարդվի։ Դավիթ, Գևորգ շատ երկար ասա։ Ես միանում եմ Գևորգի ասածներին, կուզենայի նաև մի քանի կարևոր շեշտադրում անել, Լևոն ջան, ես ընդհանրապես դեմ եմ, որ որևէ լրատվամիջոց փակվի։ Եվ դեմ եմ, որպեսզի նման մեթոդներ կիրառվեն, այդ թվում նաև կրիչների արգրավումը, այսօր նման քրեական գործեր կարող են ստեղծվել ցանկացած լրատվամիջոցի եւ ցանկացած ակտիվիստի կամ ինֆլուենսերի դեմ եւ նույնիսկ եթե այդ մարդը մեղավոր չէ, ընկնում է շատ երկարատև քաշքշուկների մեջ եւ հետագայում ստիպված է լինում ինքը արդարանալ եւ փորձել ապացուցել, որ ինքը որևէ բան չի արել։ Դա նաեւ շատ լրջորեն ազդում է Հայաստանի դիրքերի վրա, մասնավորապես օրինակ նույն իմնեմի ոդքասթի փակումը արդեն հայտնվել է տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների մեջ, իսկ Հայաստանի ռեյտինգը խոսքի ազատության համաշխարհային ռեյտինգում 15 տեղով նվազել է, 35-ից մենք իջել ենք 50-րդ տեղ եւ այս լրատվամիջոցների փակումը, որը արդեն այս տարի է տեղի ունեցել, եւս կարող են շատ լուրջ ազդեցություն ունենալ, ինչը բնականաբար չի կարող դրական գնահատվել միջազգային հանրության կողմից։ Երրորդ բանը, որի մասին ես կուզենայի ասել, շատ ընտրությունների ժամանակ բազմաթիվ մասնագետներ, բազմաթիվ կազմակերպություններ գումար են վաստակում։ Դա համ իմ ամենասիրելի սոցիոլոգները, քաղաքական տեխնոլոգները, PR-շիկները, լրագրողները ինչու չէ, հա, լրատվամիջոցներ կան, որ բացեի բաց ասում են, որ մենք լուսաբանելու ենք քարոզարշավը եւ անելու ենք դա ֆինանսական հատկացումների շնորհիվ։ Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այլ բան է, որ Մեդիամաքսը օրինակ մշտապես վերջին 5-6 ընտրությունների ժամանակ ընդհանրապես որևէ լուսաբանում չի իրականացնում։ Ես էլ խնդիր չեմ տեսնում, կներես ընդհատում եմ, Դավիթ։ Ես էլ խնդիր չեմ տեսնում, բայց խնդիր չի, երբ դու պայմանագիր ես կնքում, երբ դու ստանում ես այդ ֆինանսական միջոցները, երբ դու դրանց հարկեր ես վճարում, այդ հա նորմալ օրինական ճանապարհն է։ Մյուս ճանապարհը, երբ դու վերցնում ես ծրարով, զբաղվում ես քարոզչությամբ, հետո գալիս ես այստեղ, պայմանական եմ ասում այստեղ, հա, պետք է անմեղ դեմքով ասում ես։ Ես աշխարհի ամենաօբյեկտիվ, ամենաայն եւ այլն, ու ստիպում ես ինձ, որ ես ասեմ, դե կներես, բայց այդպես չի։ Երբ այն ժամանակ, երբ արդեն նույն քնչական կոմիտեն ինչ որ վարույթ է սկսում ինչ որ մեկի դեմ, արմատին նկատի չունեմ, պայմանական եմ ասում, հա։ Ստացվում է, որ Լևոն Սարդարյանը պայմանական կամ Դավիթ Ալավերդյանը կամ Գևորգ Էմինտերյանը այդ լրատվամիջոցի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք ունեն, բա դուք ինչի չեք պաշտպանում, որովհետև կանխիկ քեշ փող ա վերցրել մարդը։ Ու եկել է ինսուլտ ասել աչքերից մեջ նայելով, ես էլ սպառողն եմ։ Լրատվամիջոցներից ոմանք արձագանքել են, բայց պետք է նաև ասեմ, Լևոն ջան, որ իսկապես տարօրինակ է, որ հենց այդ լրատվամիջոցն է մենակ վերաբերում այդ ամեն ինչը։ Երկրորդը տեխնիկան արգրավելը, տանելը լավագույն միջոցը չի
քրեական գործը ավարտին հասցնելու համար բարեբախտաբար իրենք կարողացան օպերատիվորեն կազմակերպվել եւ կայքը շարունակում է չգիտեմ բնականon թե ոչ բնականon, բայց շարունակում է գործել ամենայն դեպս ես տեսնում եմ որ նրանց հեռարձակումները չեն դադարել երրորդը քննչականը դրանով նպաստեց այդ կայքի հանրահռչակմանը, որովհետև երևի կհամաձայնվեք, որ միջև այդ կայքի մասին այդքան շատ մարդ չգիտի։ Հա, մասնագիտական նեղ շրջանակները գիտեին։ Իմ գործընկերներին քննչականում եւ իրավապահ մարմիններում պետք է խորհուրդ տամ, երբ որ լրատվամիջոցներին են առնչվում եւ լրագրողներին մի փոքր այլ գործիքակազմ կիրառել, որովհետև շատ նրբանկատ խնդիր է եւ պետք է շատ զգուշորեն վարվել, որովհետև ավելի շատ վնասում է իրենց, քան թե օգուտ է տալիս։ Հանուն արդարության, քանի որ համեմատաբար հներով ենք այսօր հավաքվել, եկեք ընդունենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները 90-91 թվականից սկսած լրատվամիջոցների հետ աշխատանքը հիմնականում այսպես այս կարգի հարցերում նկատի ունեն շատ կացնային մեթոդներով են իրականացել։ Իդեպ ես քեզ ասեմ, որ դաշնակների լրատվամիջոցները փակում էին, դաշնակցականների լրատվամիջոցները փակում էին 94 թվականին նոր տարուց առաջ էր կարծեմ, մենք էլ նոր տարվա թերթն էինք պատրաստում, այն ժամանակ մաքսիմումներ, ու մենք 4-րդ թարկում էինք, իրենք կարծեմ 6-րդ կամ 7-րդ մամուլի շենքի, ու մենք այդ շատ հստակ լսում ենք, նույնիսկ դուրս եկանք, տեսնենք ինչ է կատարվում, ինչ աղմուկ է, եւ մեզ էլի ոստիկանները թույլ չտվեցին մոտենանք եւ ասացին, որ եթե փորձենք միջամտել, կձերբակալեն։ Լավ բան հիշեցիր, իսկ ինչ անպայման է, որ 2026 թվականին ոստիկանները եւ իրավապահները նմանվեն 1994 թվականի իրավապահների չի, որովհետեւ ինչի հիմա տեսեք, ասենք ես մի հատ լավ օրինակ կբերեմ, վատ օրինակի մասին խոսեցինք, թե եկել իշխանության։ Տեսեք, վատ օրինակի մասին խոսեցինք։ Լավ օրինակն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն 5 շաբթի օրը կառավարության նիստերից հետո ճեպազրույց է տանում, այնտեղ առանց տարբերակման բոլոր լրատվամիջոցները անկախ նրանց ինչ ձևով են ձևակերպում հարցերը հիմնականում կան օրինակ այդ լավ նախադեպ է կամ եթե նախադեպ չի անգամ ավանդույթ է չգիտեմ եւ բանից բայց դա նոր բան է դե արդեն մի կես տարի է դե ինչքան էլ նոր է բայց լավ է եկեք շատ լավ է որովհետեւ հա այնտեղ կան լրագրողներ, որ ձևակերպումների հետ կապված ես էլ եմ ինքս մեկ ծարս լինում եմ, որ ախր ես ասում լրագրողական չի, բայց այդ էլի եմ ասում, ես դատավոր չեմ, դատախազ չեմ եւ այլն, բայց պատասխաններն էլ են, բայց նույնքան սուր լինում հաճախ, այնպես որ ես կարծում եմ какой привет, такой ответ, հա, որ հա ոդքասթային ինչ որ մի քիչ տրամաբանություն կա, չէ՞, դե որ տենց բարձեցի, հիմա ես էլ տենց պատասխանում Այդ լավ օրինակ է։ Չգիտեմ քննչական ինչով էր առաջնորդվել, ընդհանրապես քննչականի հետ կապված որոշակի հարցեր կան ոչ միայն լրատվամիջոցների հետ կապված, նաև կհիշեք սրանց մի ամիս առաջ մի քիչ ավել դրսերական բռնության դեպք կար երեխայի, մանկահասակ երեխայի նկատմամբ, հա իրենց արձագանք չէ, իրենց արձագանքը շնորհիվ հայտնի դարձավ։ Լրագրողի շնորհիվ դարձավ, դեպքը հայտնի էր, վերջում պարզվեց, որ հա քրեական գործ հարուցվել էր, բայց այդքան աղմուկ չէր անել, այստեղ իրենց գնահատականներին պատրաստում էին ծածկը դմփոց անկեղծ ասած, ես այտենց պնդում չեմ անի։ Նու ենթադրվում էր։ Հետո դրանց հետո նոր գնացին պնդում չեմ անի, որովհետև հաստ ապացույց ձեռքից տակ չունեմ, բայց ելի եմ ասում, քննչականի արձագանքը մամուլի հաղորդագրությունը, որ իրենք տարածել էին, ինձ մոտ շատ ավելի հարցեր առաջացրեց եւ էթիկայի տեսանկյունից, եւ մարդասիրության տեսանկյունից եւ այլն, քան տվեց պատասխաններ, թե ինչ է արվում, ոնց է արվում։ Լիովին համաձայն եմ եւ պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն։ Միանշանակ իրավապահ մարմինների հետ բազմաթիվ հարցեր կան քննարկելու,
Եվ ես կարծում եմ, որ մենք որպես խմբագիրներ, որպես լրատվամիջոցի ղեկավարներ կարող ենք նման երկխոսություն նախաձեռնել եւ հասկանալ, որովհետեւ գիտես ինչ, Լևոն ջան, չի կարելի լրագրողներին կամ բլոգերներին կամ հասարակական գործիչներին կոպիտ ասես կզացնել ու տենց տանել դեպի ոստիկանական մեքենան չի կարելի Բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա, այդ մեդալը ուրիշ հակառակ կողմ էլ ունի Դավիթ եկեք մի բան ընդունենք, որ լրագրողների զգալի մեծամասնությունից իրենց շատ եմ շփվել տարբեր առիթներով գործով կլինի, ոչ գործով կլինի, մտայնություն ունեմ, որ լրագրողները ու լրատվամիջոցները սուրբ կովեր են, այսինքն բոլոր են ընդհանուր կանոնները, որ գործում են մնացածի համար, այ մեր համար չպիտի գործեն։ Լավ, թողեք մենք մի քիչ կներեք, այ հիմա ներողություն եմ խնդրում ոչ այնքան գերական բառի համար, թողեք մենք լևի փողել աշխատենք։ Ինչ եք ընկել հետևներիցս բան։ Եվ այդպես չի։ Լևոն ջան, որտեղ լրագրողը մի քիչ իմ ընկալումներում կներես, այդ միտքս ավարտեմ ու շարունակի։ Իմ համար ավելի շատ պատասխանատվություն է, քան շնորներով են, չէ՞, այդ գումարները ասենք ուրիշ դրամաշնորները վարկում են երևում է ինչի համար ինչքան հարկավճարում է լավ։ Լևոն ջան, նախ եվրոպական դատարանի վճիռներով լրագրողները ունեն առանձին կարգավիճակ։ Դա եվրոպական տարածքի համար բան է։ Լրագրողները նույնիսկ կարող են ասենք սադրել մարդուն, որը սովորական մարդու դեպքում կարա դիտվի որպես նույնիսկ ինչ որ բան, խուլիգանություն չասենք, բայց ասենք ինչ որ այլ բան, բայց լրագրողը ունի դրա իրավունքը։ Հիմա այդ առաջին հարցը, որ իրոք լրագրողները, քանի որ ունեն տեղեկատվություն հասցնելու ուրեմն պարտականություն, պետքա մի քիչ ավելի արտոնյալ բան։ Երկրորդ, լրագրողները միշտ աշխատում են էքստրեմալ ռեժիմներով։ Այն ինչը որ ուրիշների համար, չգիտեմ, հանգստյան օր է, այն ինչ որ ուրիշի համար սովորական աղետ է եւ այլն, լրագրողները օր ու գիշեր աշխատում են 24 ժամի աշխատանքը, որը չի ավարտվում։ Միշտ անընդհատ դու պետք է հետևես, դա որոշակի ներվայություն է ծնում։ Երրորդ հարցը, այդ փողի հարցը, որտեղից է գոյանում լրատվամիջոցների փողը, Լևոն ջան։ Մենք անցած անգամ սա խոսեցինք։ Դա մի մասը գովազդային փողն է, որը հնարավոր չի ապահովել, որովհետև Հայաստանում չկա այդպիսի լրատվամիջոց, որ ավելի ձեռնտու փող առաջարկի, քան Facebook-ն է առաջարկում, ավելի ձեռնտու գովազդ առաջարկի, որովհետև այդ գովազդի ինքնարժեքը մի 100 անգամ ավելի թանկ է։ Երկրորդը այդ դիտումների վրա աշխատանքը բերում է որոշակի էթիկայի նորմերի խախտումներ, արյուն է բերում, չգիտեմ ինչ է բերում եւ այլն, ու ցավոք սրտի այդ արյունը վերահսկում է ոչ թե մեր ներքին ինչ որ օրենսդրությունը, ներ լրագրողական ինչ որ համայնքը, լրագրողական կազմակերպություններ եւ այլն, այլ ուղղակի վերահսկում է Facebook-ը, YouTube-ը, չգիտեմ իրենց կանոններով։ Այսինքն եթե իրենք սկսեն թույլ տալ ավելի շատ ինչ որ բաներ, շատ լրատվամիջոցներ ավելի իրենց թույլ կտան։ Եվ ուրեմն առաջինը գովազդային փողն է, Լևոն ջան, երկրորդը ուրեմն քաղաքական փողն է, որը քանի որ առաջինը չկա, ուրեմն փողը, որը մտնում է լրատվական դաշտ, քաղաքական է եւ քաղաքական ուժերը ֆինանսավորում են լրատվամիջոցներ, որով իրենք Երևան ու դրա համար լրատվամիջոցները չեն մեղավոր, որ իրենք ուրիշ ֆինանսական աղբյուր չունեն։ Քաղաքական ուժն է ֆինանսավորում եւ միջև այսօր կառավարությունը նպաստում էր դրան, որովհետեւ այն անկախ փողը, որ գալիս էր ոչ քաղաքական ուժերից, դա փակվում էր։ Օրինակ բեթինգների փողը, որը դիտումներով էր պայմանավորված, անկախ էր, քաղաքական բան չուներ եւ այլն, բայց դա մի երկար շրջան կար, որ բեթինգների գովազդը ընդհանրապես թույլատրել էր, իսկ բանում մամուլում անթույլատրել էր։ Չընդհատելով զուտ դասնելու համար եմ ասում, անցած շաբաթ օրը ես վստահ չեմ, որ նայել ես մեր նախորդ թողարկումը, այստեղ մենք քննարկում ենք այդ թեման։ Ես էլ ինքս էլ ասի, որ եկեք հասկանանք, հա, մենք բեթերի փողը փակում է պետությունը լրատվամիջոցների համար, կոնյակի գովազդի փողը փակում է։ Այս ինչի են ինչ։ Սա խախոտը փակում է, այսինքն գովազդային շուկան ինքը փոքշանում լրատվամիջոցներից, հետո լրագրողներից կամ լրատվամիջոցից նեղանում ենք, ասում ենք, բա ինչի գնացիր ուրիշ փողի հետևից։ Դե բա ինչ անի։ Լևոն ջան, քանի որ այդ թեմայի մասին խոսացիր, մի փոքր շեղվելով հիմնական թեմայից, ասեմ, որ այդ բոլոր փակելները
ընդհանրապես որևէ կերպ ոչ բեթինգի, ոչ ծխախոտի, ոչ ալկոհոլի սպառման վրա չեն ազդում։ Ազդում են բացառապես լրատվամիջոցների վրա, որովհետև այդ գումարը շարունակաբար գնում է սոցիալական ցանցեր, ռուսական կայքեր եւ այդպես շարունակ։ Ասեմ ավելին, ծխախոտի եւ խմիչքի վաճառքի վրա չեն ազդում անգամ ԵԱՏՄ կարգավորումները, որի արդյունքում մեր մոտ անընդհատ հարկերը բարձրանում են, որտեղ ԵԱՏՄ կարգավորում։ Հիմա երրորդ բանը ասեմ, Լևոն ջան, մենք երեքս էլ շատ հին ենք լրատվական դաշտում, ես համենայն դեպս ուսանողական տարիներից տպագրում, ես ձեզնից ավելի երևի նոր եմ 2000-ականներից, 2001 թվից երևի, ես այդ ամբողջ գործունեության ընթացքում երկու տեղը որ եղել եմ գրանցված, բայց աշխատել եմ երևի մի 20 լրատվամիջոցում։ Նույնը ենթադրում եմ, որ դուք, այսինքն դուք եք ծրարով փող ստացել, դուք եք եղել չգրանցված աշխատող, նու մեծամասնությունը շատ երկար ժամանակ եղել է այդպես։ Այդ ավանդույթը մաքուր փողի Հայաստանում չկա։ Պարզա որ մենք նոր ինչ-որ բան ենք փոխում, դա ինչ-որ հայտարարագրեր են մտնում, բաներ են մտնում եւ այլն, դա որոշակի ժամանակ է պահանջում։ Ու հիմա մեղադրել ինչ-որ լրատվամիջոցի, որ ինքը ինչ-որ բանա փողա վերցրել եւ այլն, ճիշտ չի, որովհետեւ դրանց առաջ փող վերցրել են բոլորը։ Չկա այնպիսի լրատվամիջոց Հայաստանում, նույնիսկ պետական լրատվամիջոցները ունեցել են ծրարով փող հասկացություն։ Այդ ես լավ եմ։ Ես ինքս չեմ ունեցել, բայց ես լավ եմ հիշում այդ ժամանակահատվածը, բայց իմ ասածը հիմա տեսեք, եկեք մի հատ փորձենք ուրիշ բան հասկանալ։ Տեսեք, մենք լավ, ես մասամբ, դուք ասում եք դե հիմա մարդիկ ինչ անեն, պիտի ինչ որ տեղ։ Հիմա, բայց լրատվամիջոցներն ըստ էության աշխատում են ոչ թե քաղաքական ուժերի համար, այլ հանրության համար, ճիշտ է։ Հիմա այդ հանրությունը այս դեպքում, հա ինչով է մեղավոր, ինչ անի այդ հանրությունը, որ քաղաքական փողը իրենով բերում է այն ինչ որ մի քիչ ինչի մասին որ Գևորգ խոսում էր, ինքը բերում է մի քիչ արյուն, մի քիչ էս, մի քիչ այն եւ այլն։ Այսինքն ըստ էության քաղաքական փողը ազդում է մենակ նրա վրա, որ հանրությունը սկսի աստիճանաբար խելագարվել։ Հա, որովհետեւ ինքը անդադ արյուն է տեսնում, հակառակը ու կներես քաղաքական փողը լրատվությունը ձևախեղում եկեք ընդունենք։ Մի վարքան էլ Լևոն ջան, ես դա չի ասում, ես ասում եի որ երբ որ գնում է ռեյտինգային պայքար, մենք Հայաստան տեսել ենք դա, երբ որ երկու առաջատար հեռուստատեսությունները սկսել են ռեյտինգային պայքար ու դրանից հետո այլևս հեռուստատեսային դաշտը այնպես է փչացել, որ չգիտեմ, միջև հիմա երևի դա հնարավոր չի վերականգնել։ Դա 2000-ականներից սկսվեց համեք երկու կռվից։ Ես մի քիչ այլ բանանեմ, հիմա ավելի շուտ նույնը այդ պայքարը ռեյտինգային պայքարը միշտ բերում է ինչ որ բաների աղճատման, որտեվ եթե չկա կանոններ, որ ասենք սա չի կարելի, սա բանա բարեազրկում, սա չգիտեմ ինչ առաջացնում եւ այլն, դա միշտ բերում է ավելի ու ավելի, այսպես ասենք, բաց թեմաների քննարկման, տարածման եւ այլն։ Ուրեմն բայց մեկ Դավիթն էլ թող ասի էլի։ Հա, իսկ քաղաքականը կներես, էլի Դավիթ ջան, բայց քաղաքականը ուրիշ բան է։ Քաղաքականը բերում է որոշակի բան։ Ու եթե այդտեղ կա կեղծիք կամ կա պետական ինչ որ մի բան, դա չի կարող լրատվամիջոցը որոշել։ Օրինակ, եթե այդտեղ կա, ասենք, այլ պետության պատվեր, եթե այդտեղ կա, չգիտեմ, ինչ հետախուզական եսի միջև, դա չի կարող լրագրողը որոշել կամ խմբագիրը որոշել։ Դրա համար պիտի պետությունը ինչ որ աշխատանք տանի խմբագիրների հետ, պիտի ինչ որ հարթակներ լինեն, ինչ որ խորհրդատվության չերևացող կանալներ լինեն։ Եղել է դեպք, որ ինձ զանգել են վարչապետի աշխատակազմից, խնդրել են ինչ որ նյութ հեռացնել, ես ասել եմ ինչու, ինձ բացատրել են ինչու, ես այդ նյութը հեռացրել եմ։ Որովհետև ես Հայաստանի դեմ չեմ։ Կներեք Դավիթ ջան։ Չեմ ուզում միջամտել ձեր երկխոսությանը, բայց ես համարյա լուր էի։ Կատակում եմ Ժորժ ջան, իրականում շատ հետաքրքիր է լսել, զուտ ուզում եմ ասել, որ ինձ համար ծրարով գումար վերցնելը անընդունելի է, մենք Media Max-ի սկզբանե բիզնես պրոյեկտ է եղել եւ բոլոր
մեր կայքերը եւ պրոյեկտները այդ մոնիտորինգի աշխատում են շահույթով եւ բարեբախտաբար մենք կարողանում ենք դրանից խուսափել, բայց սա ինչ որ կարելի է ասել բացառիկ օրինակ է։ Ես համամիտ եմ քո ասած մտքերին, բայց կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվի հարկայինը։ Այսինքն մենք խոսում ենք դրա մասին, որ լրատվամիջոցը խուսափում է հարկեր վճարելուց եւ խուսափում է ցույց տալուց իր եկամտի աղբյուրը։ Ես օրինակ կներեք անցած հարկային բանին է եւ հարկայինը ունի իր գործիքակազմը դրա դեմ պայքարելու, հա, եւ վերջում կարող է պարզապես տուգանել համապատասխան գումարով, այսինքն տեսնել որքան օրինակ մարդ է աշխատում եւ գրանցված չեն, տեսնել ինչքան եկամուտ է եղել, ստացել են եւ որքան չեն հարկվել, այո, խնդիր չկա, բայց Լևոն ջան, նման հարյուրավոր դեպքեր կան, որ դա իրականացվում են, ոչ մեկ չի կարող, եթե օրինակ հարկայինը նման ստուգում է նշանակում եւ անում է, ոչ մեկ չի կարող ասել, որ չէ, սա լրատվամիջոցների իրավունքների խախտում է։ Բայց երբ որ դրանով զբաղվում է քաղաքական ինչ-որ մարմին կամ զբաղվում է իրավապահ մարմին, որին ասում են, որ պետք է սրանով զբաղվել, կներես, ես արդեն այստեղ մի նրբություն կա, հիմա այդ ես նրբություն ուղղակի ասեմ ու անցնենք այդ թեմայից առաջ, որտեղ ասենք, եթե օրինակ նույն հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում, չգիտեմ, 10-ից 1-ն է բռնվում, 10-ից 1-ն է բռնվում, հա, այդ դեպքում էլի գալու ենք նրան, ասում են, վայ քաղաքական ռեպրեսիաներ են անում, որտեղ են 9 չեն բռնվել։ Հիմա այդ զուտ որպես ռեպլիկ, բայց ինչի մասին ես կուզեի այսպես հաղորդումը ամփոփեինք, օրինակ ես սենց մի միտք առաջ քաշեցի նախորդ հաղորդման ժամանակ, հիմա ձեր հետ կուզեի այդ միտքը քննարկել, որ պետությունը, տեսեք, հանրությունը ասում է, եղբայր լրատվամիջոցները աշխատում են իմ համար կամ որոշ դեպքերում իմ դեմ։ Պետություն ուրես դու։ Ես ասում եմ, որ օրինակ պետությունը կարող է որոշակի իմաստով միջամտության գործիք ունենալ, ստեղծել հիմնադրամ, որը կկառավարի անկախ մարմին, որը կարող են ընտրել հենց իրենք լրատվամիջոցները, դրամաշնորհային նկատի ունեմ, որը կսահմանի որոշակի չափորոշիչներ, չափանիշներ, որ ասենք լրատվամիջոց է համարվում, չգիտեմ, 5 գրանցված լրագրող ունեցող, եւ այդ շեմերը սահմանի, ասենք ներքին շեմ, ասենք սրանից ներքև ոնց թե այդպես մարմին ստեղծել են Վահագն Թևասյանը։ Չէ, այդ ուրիշ բանի մասին։ Այդ մարմինը Թևոսյան Վահագի ղեկավարած մարմինը ուրիշ բան է, ստեղծագործական դրամաշնորհին մարսինը, որ մասնավոր լրատվամիջոցները կարող են դիմել։ Ժամանակը տնտեսեմ, ասեմ, որ ինքնակարգավորման մասին օրենքի տեքստում մենք նման բան նախաձեռնել ենք, երևի գիտես, որ ես նաև դիտորդ մարմնի անդամ եմ, եւ առաջարկել ենք նման բան, որ ձևավորվի նման մարմին press council, այսինքն մամուլի խորհրդի կարգավիճակով պետությունից լրիվ անկախ, բայց որը տեսականորեն կարա նաև պետությունից գումար ստանա եւ բաշխել այն պետպատվերի տեսքով այս կամ այն հանրային պրոդուկտը ստեղծելու համար, հա? Տեսականորեն դա հնարավոր է։ Հանրային պրոդուկտը նաև լրատվությունն է։ Այո, եւ սա մի քիչ բարդ խնդիր է, որովհետեւ մենք ունենք այսօր իրականություն, որտեղ պետությունը ձգտում է որքան հնարավոր է շատ վերահսկել մեդիաները, վերահսկել։ Չէ, խաղի կանոնները սահմանում ենք, որ դա կիլոմետրով հեռու պիտի լինի գրաքննության տրամաբանությունից։ Հա, բայց ես այս ներկայիս պայմաններում չեմ հավատում, որ նման բան պետական այրերը իմանալով իրենց անձամբ աշխատելով հետները, չեմ հավատում, որ իրենք կարող են նման լծակից հրաժարվել։ Որովհետև դու հասկանում ես, որ երաժշտությունը պատվիրում է նա, ով որ վճարում է։ Հա, հիմա պատկերացրու մի իրավիճակ, որ պետությունը ինչ որ մեկին գումար է տալիս եւ փոխարենը ոչինչ չի պահանջում։ Ну, պետությունը չէ, իհարկե նկատի ունեմ իշխանություն, հա։ Այն որ ասում եմ պետությունը, դա իդեալական, կատարյալ իրավիճակ է։ Այս մեր զրույցը այդ հավատալուն չի տանում, որովհետեւ մեր զրույցը առանց բովանդակային ու որևէ տեսակի միջամտության գնելու է հանրային ռադիոյի եթեր։ Լևոն ջան, իհարկե, բայց աշխարհում բացառություններ լինում են, քո հաղորդումը այդ բացառություններից մեկն է, դրա համար ես սիրով միշտ քո հրավերը ռադիոն է բացառիկ, ես չեմ բացառիկ։ Ես գիտեմ, որ քեզ մոտ
չկա այսպես կոչված մոնտաժ, չկա ցենզուրա, կարծում եմ Գևորգն ես այդ երաշխավորում եմ, այստեղ չկա։ Ես միայն քեզ մոտ եմ գալիս, դրա համար իմ փորձս հուշում, բայց վստահում եմ, հավատում եմ։ Գևորգն էլ թող կարծիքը ասի ու վերջացնենք, որտեղ շատ արագ գնաց ժամանակ։ Ուրեմն նախ առաջինը այդ հարկեր վճարելու վերաբերյալ ես օրինակ կարծում եմ, որ ես բարոյական իրավունք ունեմ որոշ հարկեր չվճարելու։ Բացատրեմ ինչու։ Ես պետության հետ ունեմ պայմանագիր, որ ես գնում եմ տուն, պետությունը ինձ պետքա եկամտահարկս վերադարձնի։ Բայց համալսարանը իմ վերջնահաշվարկի եկամտահարկը չի վճարել, ես այդ եկամտարկը հետ չեմ ստացել, դրա մասին Facebook-ում ստատուս եմ գրել, համալսարանը դիմել է զրպարտության համար եւ 3 ատյանները դատարանները որոշել են, որ ես պետք է համալսարանին ես զրպարտել եմ, չնայած ես պեկից թուղթ եմ տարել, որ դա վճարված չի եւ այլն, բայց դատարանները գտել են, որ դա կարող է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ ԵՊ-ն ընդհանրապես հարկերը չի վճարում։ Ես էլ մի հատ դատա պարտված։ Թույլ տվեք ասեմ, չէ։ Դա նշանակում է, որ պետությունը իմ հանդեպ պարտավորությունը հարկերը հավաքելու չի արել պետական համակարգից, ես էլ մասնավոր անձ եմ, ես էլ եթե կարողանամ, ուրեմն ինչ որ բաներ կթաքցնեմ։ Այս մեկ, երկրորդը։ Պետությունը ունի դրական բան, ոչ միայն ունի նեգատիվ ճնշելու գործիքներ, ունի նաև դրական բաներ, գործիքներ, որով կարող բան անել, խրախուսել։ Ու դա սովետական միությունից մենք ժառանգություն ենք ստացել։ Օրինակ մամուլի շենքը, որը նախատեսված է խմբագրություններին տեղակայելու համար։ Պետությունը կարա սահմանի անվճար։ Պետությունը կարա սահմանի ինչ որ բաներ, որ պետքա սա լինի, ես պահանջում եմ, որ տառը սխալ չլինի, որ վերնագիրը սադրիչ չլինի եւ այլն, դրա դիմաց ես ձեզ շատ էժան տալիս եմ խմբագրական տարածք։ Կարող օրինակ դա անի, բայց ասում եմ, որ մամուլի շենքը առավոտին հանեցին մամուլի շենքից եւ ասում եմ, որ մամուլի շենքը կարող է վերածվի նույնիսկ հյուրանոցի։ Գրեթե լրատվամիջոցներ չեն մնացել, որտեղ անկեղծ ասած Գևորգ ջան, վերջին անգամ որ այնտեղ եղել եմ հակասանիտարական վիճակ էր, որովհետեւ պետությունը կրկին չէր կատարում իր պարտավորությունը, միրը ինքը իր հաշվին կարողանում էր այդ բաները ապահովել, բայց այն աղքատ խմբագրությունները Ուզում ասեմ ելքեր կան, բայց այսօր նաև շատ կարևոր բան է եղել, որ ասենք դրա մասին, իհարկե դուք քննարկել եք դա, որ մի քանի օր առաջ էլ է բան եղել, որ պետությունը փորձում է այնպես անի, որ հայտարարագրել լրացնելուց հետո եկամտահարկից ինչ որ մի մաս մարդը կարողանա փոխանցել ինչ որ ՀԿ-ի, լրատվամիջոցի եւ կուսակցության։ Դա շատ կարևոր բան է, դա առաջացնում է։ Ողջունելի է, դեպքում հասարակությունը դարձած հասարակություն։ Բայց իհարկե դա միջև մտնի ավանդույթի մեջ, միջև մտնի, հա, բայց ես ենթադրում եմ, որ ինքը մոտավորապես այն ինչի մասին ես էի խոսում, զուտ ամփոփելով էլի, բայց ինքը որոշակիորեն նաև կբերի լրատվամիջոցների պատասխանատվության բարձրացմանը, որտեղ եթե ես իմ հարկից մի մաս բաժին եմ անում քեզ, ուրեմն դու իմ առաջ հաշվետու ես։ Շնորհակալություն այսօր զրույցի համար։ Այս թեմային անդրադառնալու։ Հիշեցնում եմ, այսօր իմ զրուցակիցներն էին Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ Օրագիր Նյուզի։ Էլի գլխավոր խմբագիր, հա, բդեշ նաև Գևորգ Էմինտերյանը, ես պարզապես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն գալիք շաբաթ օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն։